10-րդ օրն է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում որոնողական աշխատանքներ են, փնտրում են 2 տարեկան Տիգրանին։ Փոքրիկի անհետացման լուրը ցնցել է ողջ Հայաստանը, գյուղ բերել հարյուրավոր փրկարարների, ոստիկանների ու կամավորների։ Փնտրում են առավոտից մինչև գիշեր, ցավոք, մինչ այս պահը որևէ նորություն չկա։ Մեկ շաբաթից ավել է ծանոթ ու անծանոթ բոլորն են շնչակտուր ինչ-որ լուրի սպասում։ Փրկարար ծառայության մարզային վարչության պետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեռ շարունակում են որոնողական աշխատանքները։ Վաղ առավոտից, ինչպես ամեն առավոտ, փրկարարները Մարմարիկ բնակավայրից մոտ 15 կիլոմետր դեպի Ջրամբար իրականացնում են ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքներ։ Այսօր նաև փրկարարների թիվն է ավելացել, քանի որ գետը վարարել է ու ավելի մեծ ուժերի կարիք է զգացվել։ Տեղում աշխատում են թե ջրասուզակները, թե նավակներով են փնտրում, թե անօդաչու թռչող սարքերոտ բարձրացնում։ Որոնում են ինչպես գետում, այնպես էլ հարակից բոլոր վայրերում։ Օրեր առաջ նաև մեծ խողովակ են տեսել և կասկածել, որ երեխան գուցե այդտեղ լինի, այն մեծ տեխնիկայով հեռացրել են, սակայն ոչինչ կրկին չեն հայտնաբերել։ Մինչ այս պահը որևէ առարկա, որևէ հետք Տիգրանից չի հայտնաբերվել։ Գետի նույն հատվածը նույնիսկ մի քանի անգամ են ուսումնասիրել, սակայն որևէ արդյունք չկա։ Տունը գետից մոտ 50 մետր հեռավորության վրա է գտնվում։ Մի քանի րոպեում փոքրիկը տեսադաշտից անհետացել է։ Գետն ընկնելու 2 վարկած կա։ Երեխան կարող էր շրջանցել տունը և ճանապարհով հայտնվել գետում կամ տան տնամերձով։ Տնամերձի տարբերակը, սակայն, ծնողները հավանական չեն համարում, քանի որ մինչև գետ հասնելը ժանգոտած մեքենայի մնացորդներ կան և հայրը պատմում էր, որ երեխան շատ է սիրել այդտեղ խաղալ, երբ միասին գնացել են այդ հատվածը։ Նա ընդհանրապես դեպի գետը չի էլ մոտեցել։ Փոքրիկ Տիգրանի անհետացումը ցնցել է ողջ գյուղը, բնակիչներից բոլորն են կարկամած։ Նշում են ոչինչ չեն կարողանում անել, կարծես թե իրենց երեխան է անհետացել։ Ոստիկանները բացահայտել են նաև տարօրինակ զանգերի հեղինակներին, որոնք օրեր առաջ շփոթության մեջ էին գցել բոլորին։ Մի դեպքում պարզվել է, որ զանգահարողը հոգեկան խնդիրներ է ունեցել և փորձել է առևանգման իմիտացիա ստեղծել, իսկ մյուս դեպքում արդեն պապիկին զանգահարողը եղել է երեխա, որը պարզապես անմիտ քայլ է արել։ Ոստիկանները նշում են, 2 դեպքերն էլ երեխայի կորելու հետ որևէ կապ չունեն։ Ընտանիքը խնդրում է ապա տեղեկատվություն չտարածել, տեղեկատվական այդ աղմուկը կարող է թույլ չտալ դուրս գալ Տիգրանի հետքի վրա։ Գյուղում նաև հարյուրավոր կամավորներ կան, ովքեր օգնում են որոնողական աշխատանքներին։ Այցելում են գյուղի անբնակ տներ, կիսաքանդ խոշեր, ցամաքում ամենտեղ են փնտրում և մեծ օգնություն ցուցաբերում փրկարարներին ու ոստիկաններին։ Փոքրիկ Տիգրանի առեղծվածային անհետացումը բոլորին է տանջում։ Բոլորի աղոթքները Տիգրանի համար են, երբեմն նույնիսկ թաց աչքերով։ Համացանցում գրառումներն անթիվ են, մարդիկ պայմանավորվում են, խմբեր կազմում և գնում Մարմարիկ որոնողական աշխատանքներին մասնակցելու։ Օգտատերերից ոմանք էլ առաջարկում են համախմբվել և գնալ Սուրբ Հովհաննես սրբավայր, ամբողջ բարձունքը աղոթքով բարձրանալ, թեկուզ և ծնկած։ Տիրոջ խոսքի համաձայն խնդրեք և կտրվի ձեզ։ Մեծ հավատով գնանք խնդրենք Աստծուն Տիգրանի վերադարձը Սուրբ Հովհաննեսի բարեխոսությամբ։ Տողերը գրում եմ թաց աչքերով ու չի հետաքրքրում ոչ մի ճնշում, գրում է օգտատերերից մեկը։ Նշենք, որ Տիգրանի պապիկը օրեր առաջ տեղեկացրել էր, որ փոքրիկի ծնողները նույնպես այցելել են Սուրբ Հովհաննես մատուռ սրբավայր, որը երազանքներ է իրականացնում, իսկ Տիգրանի ծնողների երազանքը մեկն է՝ գտնել իրենց որդուն ողջ և առողջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էին կադրեր, որոնք անտարբեր չէին թողել ոչ ոքի։ Կադրերում երևում էր, որ Կեչառի Սվանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մատուցված պատարագին մասնակցել են նաև Մարմարիկ գյուղում օրեր առաջ կորած փոքրիկ Տիգրանի ծնողները։ Սրբազան հոր կարգադրությամբ թեմի բոլոր եկեղեցիներում պարբերաբար կկատարվի աղոթք կորած երեխայի շուտափույթ գտնվելու հավատով։ Շատերին տանջում է նաև մեկ այլ հարց. արդյոք գետը, որն այդքան մոտ է տներին, պաշտպանիչ ցանց չունի։
Մարմարիկ խոշորացված համայնքի բնակիչներից հրապարակին պատմել են, որ գյուղում տարիներ շարունակ անտեր վիճակ է եղել։ Գետը, որի ափին մարդիկ ապրում են, անգամ չունի ցանկապատ, իսկ պատ կառուցելու մասին մարդիկ անգամ չեն կարող երազել։ Տեղացիները դժգոհում են, ասելով, որ եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատշաճ ուշադրություն լիներ գյուղի նկատմամբ, այժմ գետն ընկնելու վարկած չէր լինի։ Հրապարակը մարմարիկ վարչական շրջանի ղեկավար Արթուր Քարամյանին հարց էր ուղղել, ինչու գետը նվազագույնը ցանկապատված չէ, ում թերացումն է սա։ Վարչական ղեկավարը զարմացած տոնով ասել է, որ ոչնչից տեղյակ չէ և այժմ խիստ զբաղված է ու չի կարող այդ հարցերին անդրադառնալ։ Տպավորություն է, թե այդ հարցը շատ անկարևոր հարց է, իսկ վաղը չկա հավանականություն, որ մեկ այլ երեխա կարող է գետն ընկնել տարրական պայմանների բացակայության արդյունքում։ Կոտայքի մարզպետարանից ևս հետաքրքրվել էին, ինչու մարզպետարանը հետամուտ չի լինում այս հարցերում, ով պետք է վերահսկի նման դեպքերը։ Մարզպետարանից էլ հրապարակին փոխանցել էին և վստահեցրել, որ երկուշաբթի օրը կճշտեն և կասեն, թե կոնկրետ որ կառույցը պետք է նման հարցով զբաղվի, սակայն հրապարակի զրուցակիցը ակնարկել էր, որ Մարմարիկը Ծաղկաձոր խոշորացված համայնքին է պատկանում, ուստի Ծաղկաձորի համայնքապետարանը պետք է նման հարցերով զբաղվի։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին, աղջկան և տղային տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ Մինչ այս պահը փրկարարներին ոչինչ գտնել չի հաջողվել։ Փոքրիկ Տիգրանը այս 10 օրերին համախմբել է բոլորին, թեև որոնողական աշխատանքները մինչ այս պահը որևէ արդյունք չեն տվել, բայց բոլորն են ցանկանում, որ թեկուզ և 10 օր անց վերջապես լավ լուր լսեն, որ Տիգրանը ողջ է ու հայտնաբերվել է։